Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Համիդ Փուրմոմահադին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ մասնակցել է Հյուսիս-Հարավի Քաջարանի թունելի շինարարության պայմանագրի ստորագրմանը։ Շրջայց է կատարվել նաև Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում։ Ինսայդեր Իվան Կարպովը հայտնել է Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սվերցյանի Սաուդյան Ալ-Ահլի տեղափոխվելու մասին։ Կրասնոդարն ու Ջիդան ներկայացնող ակումբն արդեն համաձայնեցրել են 20 միլիոն եվրո արժողությամբ տրանսֆերը։ 26-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականը, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 6 միլիոն եվրո եւ եւս 4 միլիոն հնարավոր բոնուսների տեսքով։ Սպերցյանը հաջորդ շաբաթ կմեկնի Դուբայ նոր ակումբի համար բուժզննում անցնելու նպատակով։ Ռուսաստանի առաջնությունում գրանցած տպավորիչ վիճակագրությունն այդպես էլ չօգնեց խաղացողին ստանալ եվրոպական ակումբների վերջնական վստահությունը։ Վենեսուելայի մոտակայքում տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ 4.8 մագնիտուդով։ Օրերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը պաշտոնական տվյալներով արդեն հասել է 1500-ի։ Միջազգային լրատվամիջոցների հաղորդմամբ աղետի գոտում որոնողափրկարարական աշխատանքները դեռևս շարունակվում են։ Աղետից առավել շատ տուժել է Լագուայրա նահանգը, որտեղ ավերածությունների մասշտաբներն ահռելի են։ Ներկայումս նշված տարածաշրջանում հաջողվել է վերականգնել էլեկտրամատակարարման միայն 60%-ը։ Այդուհանդերձ զոհերի իրական թիվը կարող է շատ ավելին լինել, քանի որ հեռավոր բնակավայրերի հետ կապը դեռևս վերջնական չի հաստատվել։ ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցի մոտ գտնվող իրանական թիրախներին, իսկ Իսլամական Հանրապետության պահապանների կորպուսը պատասխանել է Բահրեյնի եւ Քուվեյթի վրա հարձակվելով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ իրենց օդուժը հարվածներ է հասցրել Իրանի հրթիռներին եւ ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին, ինչպես նաեւ առափնյա ռադարային կայաններին։ Նա նշել է, թե իբր իրանական կողմը խախտել է համաձայնագիրը։ Հնարավոր է գա մի ժամանակ, երբ մենք այլևս չենք կարողանա զսպվածություն ցուցաբերել եւ ստիպված կլինենք ռազմական ճանապարհով ավարտել այն աշխատանքը, որը մենք այդքան հաջողությամբ սկսել ենք, հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։ ԱՄՆ-ն խախտել է Իրանի հետ կնքված հակամարտության կարգավորման հուշագրի 2 կետ եւ Թեհրանը պատասխանելու է յուրաքանչյուր խախտմանը, հայտարարել է Իրանի հոգեվոր առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ ԱՄՆ-ն տարածաշրջանում իր պրոքսի ուժերի գործողություններին աջակցելով, նկատի ունենալով Լիբանանում Իսրայելի գործողությունները, խախտել է հուշագրի առաջին կետը, իսկ Հորմուզի նեղուցում լարվածության էսկալացիայի շարունակմամբ 5-րդը։ Հուշագրի ցանկացած կետի խախտմանն ի պատասխան արձագանքը լինելու է արագ եւ ջախջախիչ, գրել է նա X-ում։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը նախորդին հաստատել է Իրանի տարածքում հարվածներ հասցնելու փաստը, ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա հարձակման։ Իսլամական Հանրապետությունը հայտարարել է, որ ի պատասխան հարձակվել է ԱՄՆ զինված ուժերի տեղակայման վայրերի վրա։ Իսրայելը եւ Լիբանանը հայտարարել են երկարատև հակամարտությունը պաշտոնապես դադարեցնելու եւ համապարփակ խաղաղության պայմանագրի նախապատրաստման մեկնարկի մտադրության մասին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իսրայելի եւ Լիբանանի դեսպանների հետ միասին հայտարարել է շրջանակային համաձայնագրի ստորագրման մասին, որը բնութագրվել է որպես խաղաղության առաջին քայլ Լիբանանյան Հեզբոլլա զինյալ խմբավորման եւ Իսրայելի միջև ամիսներ տևած հակամարտությունից հետո։ Պաշտոնյաները դեռևս չեն բացահայտել համաձայնագրի մանրամասները, որը ստորագրել են ԱՄՆ-ում։ Իսրայելի դեսպան Էչիել Լեյթերը եւ ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Նադա Համադեն։ Համադեն նշել է, որ շրջանակային համաձայնագիրն առաջին քայլն է դեպի Լիբանանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վերականգնումը։ Իսրայել կացը Լիբանանի հետ ստորագրված համաձայնագիրը որակել է որպես պատմական քայլ հյուսիսային սահմանին նոր իրականություն ձևավորելու համար։ Չնայած խաղաղասիրական ռետորաբանությանը նախարարը փաստել է, որ իսրայելական զորքերն ամբողջությամբ չեն լքելու Լիբանանի տարածքը։ Զինվորականները կշարունակեն վերահսկել անվտանգության հատուկ գոտին, այդ թվում Բոֆորի ամրոցի ռազմավարական բարձրունքը։ Ըստ կացի զորքերի որևէ դուրսբերում հնարավոր է միայն Հեզբոլլահի լիակատար զինաթափումից հետո, ինչը գործնականում խիստ դժվար գործելի պայման է թվում։ Իսրայելական կողմը այս փաստաթուղթը համարում է ռազմավարական հարված Իրանի ազդեցությանը, որն ապարդյուն փորձում էր հեռացնել Ցախալը սահմանամերձ շրջաններից։ Թեհրանին ուղղված նախազգուշացմամբ նախարարը սպառնացել է ուժգին հակահարվածով, եթե վերջինս փորձի խոչընդոտել պայմանավորվածությունների կատարմանը։ Այսպիսով համաձայնագրի իրական արժեքը կորոշվի ոչ թե ստորագրությամբ, այլ սպասվող բազմաթիվ մարտահրավերների եւ անվտանգային պահանջների կատարման ընթացքում։
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինայի Կոնստանտինովկա քաղաքին։ Ուկրաինական ԱԹՍ-ներն էլի պատասխան հարձակվել են Կուբանի Սլավյանսկ քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանի վրա։ Նախնական տեղեկությունների համաձայն հարվածի հետևանքով վառելիքի բաքերը բռնկվել են։ Գիշերային հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, եւս մեկը վիրավորվել։ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում արդեն 3 շաբաթ է, ինչ չեն դադարում ֆլամինգոների հեղափոխություն անվանումը ստացած զանգվածային ցույցերը։ Բողոքի այս աննախադեպ ալիքը բարձրացել է հարավային Ալբանիայի պահպանվող առափնյա գոտում Զվերենցում Ջարեդ Քուշների նախագծած շքեղ զբոսաշրջային համալիրի շինարարության պատճառով։ Բնապահպանական շարժումն արագորեն վերաճել է քաղաքական ընդվզման եւ հազարավոր քաղաքացիներ այժմ պահանջում են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը։ Կառավարության ղեկավարը սակայն հրաժարվում է ընդունել ժողովրդական դժգոհությունը, տեղի ունեցածը որակելով որպես արտաքին ուժերի կազմակերպած հիբրիդային պատերազմ։ Իրավիճակը կտրուկսրվել է մայիսի վերջին, երբ Զվերենցի լողափին անվտանգության աշխատակիցները բիրտ ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ։ Եվրոպական խորհրդարանն արդեն մտահոգություն է հայտնել պահպանվող տարածքների յուրացման կապակցությամբ, կասկածի տակ դնելով Ալբանիայի ժողովրդավարական ապագան։ Շատերի համար այս պայքարը վերածվել է ընդվզման ընդդեմ օլիգարխիկ համակարգի, որտեղ հանրային սեփականությունը պարզապես վաճառվում է համաշխարհային էլիտային։